Երբ որ դուք հրաժարվում եք ձեր ազգային ինքնությունից եւ ասում եք, լավ, դե հիմա ինչ եղել է, Հետո եղել է 100 տարի առաջ 15-ին ցեղասպանել են հայերին, դրանց էլ 200 տարի առաջ եւ այլն, դուք կանգնում եք մի իրավիճակի առաջ, չհասկանալով, բայց ստեղծում եք մի իրավիճակ, եւ որ դա կարող է կրկնվել։ Որտեւ երբ որ դու մոռանում ես քո պատմությունը, իսկ պատմությունը վատ սովորությունն է ժամանակ առ ժամանակ կրկնվելու։ Եվ հայտնի խոսք կա, որ ասում են պատմությունը ինքը չի սովորեցնում, բայց ինքը դաժանորեն պատժում է նրանց, ովքեր այդ դասերը չեն քաղում։ Հիմա ցավոք մենք դասեր չենք քաղում։ Եվ մենք պետություն կառուցելու, իսկապես ազգային պետություն կառուցելու փոխարեն մենք գնացինք ազգային սիմվոլների հետևից։ Ասեցինք դե ունենք նախագահի ինստիտուտ օրինակ։ Այս մասում ընտրենք նախագահ, մյուսին երկրորդին, երրորդին, չորրորդին, արդյունքում ունենք էլի պետություն, նախագահ ունենք, խորհրդարան ունենք, որ մարդիկ նստած ինչ որ գործ են անում։ Դրանից չհասկանալ, որ այդ մարդիկ բացարձակ կապ չունեն պետության հետ։ Մենք երկրորդ շփոթմունքներ ենք անում, որ ասում ենք պետությունը իրանք են, այլ շուտ իրանք են սիրում ասել, որ պետությունը մենք ենք, որտեղ մենք իշխանության ենք, ժողովուրդը մեզ ձայն է։ Իրականության մեջ իրանք պետություն չեն։